Եթերում 02-ի հերթական թողարկումն է բարի երեկո։ Հայաստանի կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ ստեղծվեց արագ արձագանքման փրկարարական ջոկատը։ Հենց այդ օրն է նշվում որպես արտակարգ իրավիճակների աշխատողի օր։ Տոնի կապակցությամբ փրկարար ծառայության աշխատակիցներին շնորհավորել եւ աչքի ընկած ծառայողներին պարգևներ է հանձնել ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Սեպտեմբերի 5-ին արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։ Շնորհավորելով փրկարար ծառայության աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը բարձր է գնահատել նրանց կատարած աշխատանքը, որը սոսկ ծառայություն չէ, այլ մարդասիրական առաքելություն։ Նախարարը կարևորել է փրկարար ծառայողների նվիրումը, անձնուրացությունն ու ստանձնած գործի նկատմամբ պատասխանատվությունը, որոնց շնորհիվ նաև կյանքեր են փրկվում։ Մասնագիտական տոնի կապակցությամբ ինչպես եւ ծառայողական պարտականությունները բարեխիղճ եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ներքին գործերի նախարարի հրամանով փրկարար ծառայության մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով եւ խրախուսական այլ պարգևներով։ Կրկին շնորհավորելով ներկաներին Վահե Ղազարյանը մաղթել է անփորձանք եւ արդյունավետ ծառայություն՝ ի բարօրություն մեր ժողովրդի եւ պետության։ Արդեն հայտնի են ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների ատեստացիան հաղթահարած առաջին ծառայողների անունները։ Ատեստացիայի վերջին փուլի ընթացքին հետևել է նախարարության ղեկավարությունը։ Արդյունքների մասին տեսանյութում։ Սեպտեմբերի 7-ին ներքին գործերի նախարարության կրթահամալիրում տեղի է ունեցել ոստիկանության ծառայողների ատեստացիայի մասնագիտական բաժնի թեստավորումը, որին հետևում էին ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ոստիկանության պետ ներքին գործերի նախարարի տեղակալ ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն ու ոստիկանության ղեկավարությունը։ Ոստիկանության ծառայողների ատեստացիայի վերջին մասնագիտական բաժնի թեստավորմանը մասնակցում էին ընդհանուր գիտելիքների, ֆիզիկական եւ կրակային պատրաստությունից դրական արդյունքներ ցույց տված ծառայողները։ Ըստ ծառայության ոլորտի թեստային տարբերակով ստուգվում էին ծառայողների մասնագիտական գիտելիքները։ Ողջ գործընթացը տեսաձայնագրվում էր։ Բոլոր փուլերը հաղթահարած 22 ծառայողներն էլ գրանցեցին դրական արդյունքներ։ Շնորհակալություն ընձեռված հնարավորության համար։ Ատեստացիայի ընթացքը շատ մատչելի էր, օբյեկտիվորեն էր, ոչ մի խոչընդոտ չկար, արհեստական խոչընդոտի մասին է խոսքը։ Մնացածը արդեն յուրաքանչյուրս մեր մասնագիտական որակներով եւ համապատասխան քննության առանձնահատկություններին պատրաստվածության աստիճանով հանձնեցինք եւ ստացանք համապատասխան գնահատականներ։ Ողջունում եմ ոստիկանության շրջանակներում, բարեփոխման շրջանակներում իրականացվող այս փոփոխությունները, որը նաեւ ֆինանսական բարելավման է տանում։ Ցանկացած զինծառայող, ով ունի կամային բարձր հատկանիշներ, կարող է հաղթահարել հիմնավոր գիտելիքներ հաստատուն գիտելիքների դեպքում։ Բոլոր իմ ծառայակից ընկերներին խորհուրդ կտամ դիմեն նախորդ պատրաստվելու մի փոքր աշխատելու իրենց որակների վրա հնարավոր է շատ հանգիստ քննությունները հանձնել։ Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ից մեկնարկել է ոստիկանության ծառայողների ատեստացիայի գործընթացը, այն շարունակվում է եւ ատեստացիան հաղթահարած բոլոր ծառայողների համար կբարձրանան սոցիալական երաշխիքները։ Շարունակում ենք թողարկումը։ Ընտրությունների օրինականության ապահովման հարցում լուրջ դերակատարում է վերապահված նաև իրավապահ մարմիններին։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը վստահեցնում է, որ առաջիկա ընտրությունների ընթացքում իր լիազորությունների շրջանակներում լավագույնս կիրականացնի գործառույթները։ Իսկ այժմ ներկայացնենք նախընտրական թեմատիկ տեսանյութ ընտրությունների ընթացքում քրեորեն պատժելի արարքների մասին։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը Երևան քաղաքի ավագանու ընտրություններին ընդառաջ իրազեկում է ընտրական գործընթացներին առնչվող քրեորեն դատապարտելի արարքների մասին։ Մասնավորապես ըստ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի առաջին մասի նախընտրական քարոզչություն կատարելուն կամ կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ այլ կերպ խոչընդոտելը պատժվում է տուգանքով կամ առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկմամբ։ Քրեական օրենսգրքով պատասխանատվություն է նախատեսված նաև ընտրակաշառք ստանալու համար։ Օրենսգրքի 218-րդ հոդվածի համաձայն ընտրակաշառք ստանալը ընտրությանը մասնակցելու որևէ ձևով քվեարկելու, քվեաթերթիկն անվավեր դարձնելու կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելու պայմանով անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար ընտրակաշառք ստանալը, պահանջելը, տալու առաջարկ ներկայացնելը կամ տալու առաջարկը կամ խոստումն ընդունելն է, որի առավելագույն պատիժը ազատազրկումն է 1-ից 3 տարի ժամկետով, իսկ նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է ազատազրկմամբ 3-ից 7 տարի ժամկետով։ Պատասխանատվի
Պատասխանատվություն է նախատեսված ընտրակաշարք տալու համար։ Օրենսգրքի 219-րդ հոդվածի առաջին մասի համաձայն ընտրակաշարք տալ է համարվում ընտրությանը մասնակցելու, որևէ ձևով քվեարկելու, քվեաթերթիկն անվավեր դարձնելու կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելու պայմանով ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրակաշարք առաջարկելը, խոստանալը կամ տալը պատժվում է ազատազրկմամբ 3-ից 6 տարի ժամկետով։ Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է ազատազրկմամբ 4-ից 8 տարի ժամկետով։ Պատասխանատվություն է նախատեսված նաև ընտրակաշարքի միջնորդության համար։ Օրենսգրքի 220-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է ընտրակաշարքի միջնորդությունը, ընտրակաշարք տվողի եւ ստացողի միջև համաձայնության գալուն նպաստելը, ընտրակաշարք տվողի եւ ստացողի միջև համաձայնության առկայության դեպքում ընտրակաշարքի առարկան ընտրողին կամ նրա մատնանշած անձին փոխանցելու նախաձեռնություն դրսևորելը, կամ այն փոխանցելու խոստում տալը կամ փոխանցելը, կամ ընտրակաշարք տվողի եւ ստացողի միջև առկա համաձայնության իրականացմանն այլ կերպ նպաստելը, պատժվում է առավելագույնը 1-ից 3 տարի ժամկետով ազատազրկմամբ։ Նույն արարքը, որը կատարվել է իշխանական կամ ծառայական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, պատժվում է ազատազրկմամբ 2-ից 5 տարի ժամկետով։ Թողարկումը շարունակենք քրեական քրոնիկոնով։ Առաջին դեպքը ոստիկանության Արաբկիրի բաժնում գրանցվել էր դեռ հուլիսի 30-ին։ Դրան հետևեց նմանատիպ եւս 2 հազանգ ու բոլոր դեպքերում գողության թիրախը վճարային տերմինալներն էին։ Երկարատև ու հետևողական աշխատանքի արդյունքում քրեական հետախույզներին հաջողվեց բացահայտել հանցագործությունները։ Հուլիսի 30-ի գիշերը ժամը 5:50-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել էր հաղորդում, որ միացել է Հրաչյա Քոչարի փողոցի աստեներից մեկում տեղադրված վճարային տերմինալի անվտանգության ազդանշանը։ Ստացված մեկ այլ հաղորդմամբ նշվում էր, որ նույն օրը ժամը 5-ից 6 ընկաժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են նշված վճարային տերմինալի պահոցը, կողացել են գումար։ Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանության Արաբկիրի բաժին եւ մինչ իրավապահները թարմ հետքերով փորձում էին բացահայտել հանցագործությունը, օգոստոսի 30-ին ժամը 8:43-ին ստացվեց նմանատիպ մեկ այլ հաղորդում։ Այս անգամ գումար էին գողացել Վազգեն Վեհափառի նախին Կասյան փողոցում տեղադրված վճարային տերմինալից։ Հաջորդ հաղորդումը սեպտեմբերի 4-ին էր։ Այս անգամ էլ տեխնիկական միջոցների գործադրման Բաղրամյան փողոցի տերմինալից էին գումար տարել։ Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված հանցագործությունները կատարել են Երևան քաղաքի բնակիչ 39-ամյա մի տղամարդ եւ Արարատի մարզի բնակիչներ 35 եւ 25-ամյա երիտասարդները։ Սեպտեմբերի 5-ին ժամը 12:50-ին գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով տղամարդիկ ձերբակալվել եւ Hyundai Մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել են ոստիկանության Արաբկիրի բաժին։ Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է, հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Մեր քաղաքացիներին, հատկապես տնտեսվարողներին հորդորում ենք կանխիկ դրամով գործառույթ իրականացնելիս լինել ուշադիր, քանի որ վերջին օրերին ավելացել են հուշանվեր ու կեղծ դրամներով խարդախության դեպքերը։ Այսօր առանձնացրել ենք նմանատիպ 2 դեպք, որ համապատասխանաբար բացահայտել են Ավանի եւ Տաշիրի ոստիկանները։ Օգոստոսի 23-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ նույն օրը ժամը 16:40-ին Ավան վարչական շրջանի Բրյուսովի թաղամասիվ շենքերից մեկի դիմաց հանդիպել է հավելվածի միջոցով սնունդ պատվիրած անհայտ անձի, ում պատվերը կազմել է 23,000 դրամ։ Պատվիրատուն վստահությունը չարաշահելու եղանակով վճարել է 20,000 անվանական արժեքով հուշանվեր 2 թղթադրամ, իսկ ինքը վերադարձրել է մանրը։ Նույն օրը մեկ այլ նմանատիպ հաղորդում է ստացվել։ Հանցագործության մեխանիզմը նույն պատվիրած սննդի դիմաց վճարել էին հուշանվեր դրամներով եւ վերցրել մանրը։ Հաղորդումները փոխանցվել էին ոստիկանության Ավանի բաժանմունք։ Ոստիկանության Ավանի բաժանմունքում ստացված տվյալներն իրացնելով պարզ է դարձել, որ հիշյալ խարդախությունները կատարել են Ավան վարչական շրջանի բնակիչներ 19 եւ 24-ամյա երիտասարդներ, որոնցից 19-ամյա երիտասարդը տարված բացատրական աշխատանքի արդյունքում ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ավանի բաժանում։ Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։
Սեպտեմբերի 5-ին ժամը 17:35-ին ծառայություն իրականացնող Լոռու պարեկներին մոտեցել է Տաշիր քաղաքի մի բենզալցակայանի աշխատակիցը եւ հայտնել, որ Opel մեքենայի վարորդը լիցքավորման համար վճարել է 20,000 դրամ, արժողության կեղծ թղթադրամ։ Մեկնել է Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը, պարզվել է, որ վարորդը բենզալցակայանում 1000 դրամի բենզին է լիցքավորել ու վճարել 20,000 դրամանոց։ Լիցքավորողն անմիջապես նկատել է, որ թղթադրամը կեղծ է։ Այդ մասին հայտնել է վարորդին, սակայն վերջինս մանրը չվերցնելով դիմել է փախուստի։ Համատեղ միջոցառումներով պարզվել է, որ փաստացի Սպիտակ քաղաքի բնակչին պատկանող մեքենան վարում է Կուրթան գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդ։ Նույն օրը Տաշիր քաղաքում նա հայտնաբերվել եւ ձերբակալվել է։ Նա տվել է համապատասխան հաղորդում եւ կից ներկայացրել է կեղծ թղթադրամը։ Փաստաթղթերն ուղարկվել են Ստեփանավանի քննչական բաժին, հանգամանքները պարզվում են։ Իդեպ վերջին շրջանում ավելացել են նման դեպքերը։ Ուստի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է կանխիկ գործարք կատարելիս լինել ուշադիր, հարկ եղած դեպքում դիմել իրավապահ մարմիններին։ Սեպտեմբերի 3-ի գիշերը ստացած ահազանգի բովանդակությունը ստիպում էր, որ Շենգավիթի ոստիկանները հնարավորինս արագ հասնեն դեպքի վայր։ Շտապել էին նաև պարեկները, համատեղ միջոցառումներով խուլիգանությունը բացահայտվեց, հրազենն առգրավվեց, հնարավոր հետևանքը կանխվեց։ Սեպտեմբերի 3-ին գիշերվա ժամը 3:30-ին 102 զանգվածանայթ քաղաքացին հայտնել էր, որ մայրաքաղաքի Թամանցիների փողոցում հյուրանոցային համալիրից լսվում են կրակոցի ձայներ։ Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր։ Մեկնել են նաև պարեկներ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ԱԿՍ տիպի ինքնաձիգ, 4 փամփուշտ եւ 12 պարկուճ։ Շենգավիթի քրեական հետախույզների եւ մայրաքաղաքի պարեկների համատեղ ջանքերով սեպտեմբերի 3-ին ժամը 4:10-ին խուլիգանություն կատարել կասկածանքով ձերբակալվել եւ բաժին է տեղափոխվել 3 տղամարդ։ Նրանցից մեկը 29-ամյա երիտասարդը հայտնել է, որ ինքնաձիգից ինքն է կրակել օդ։ Երեքն էլ ներկայանցվել են քննչական բաժին։ Բացի կրակողից մյուս երկուսը բաց են թողնվել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Նախորդ դեպքով քրեական պատասխանատվությունն անխուսափելի է, իսկ հաջորդ տեսանյութից առաջ եւս մեկ անգամ հիշեցնենք, որ պատասխանատվությունից կարելի է խուսափել կամավոր հանձնելով ապօրինի պահվող զենք զինամթերքը։ Վերջին օրերին ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում կամավոր հանձնած զենք զինամթերքի տեսականին տեսանյութում։ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը ապօրինի պահվող զենք զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Քրեական ոստիկանության գլխավոր եւ Տավուշի մարզային վարչությունների ու Բերդի բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ կարաբինի եւ զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել Բերդի բաժնում։ Արագածոտնի պարեկների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ ապարանի բաժնում արձանագրվել է ողորկափող հրացանի եւ ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Արդյունավետ էր նաև Արարատի մարզային վարչության եւ Մասիսի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը, կամավոր հանձնել են թմբուկավոր ատրճանակ եւ ռազմամթերք։ Գորիսի բաժնի համայնքային ոստիկանների ու անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել է 2 ինքնաձիգի եւ զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Ինքնաձիգ եւ զինամթերք կամավոր հանձնել են նաեւ Ամասիայի բաժնում։ Հորդորում են ապօրինի պահվող զենք զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն, այդ կերպ նաեւ կխուսափեք քրեական պատասխանատվությունից։ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության եւ Նայրիի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքն ապօրինի պահվող զենք զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ հերթական արդյունքը տվեց սեպտեմբերի 6-ին։ Ժամը 21:20-ին ոստիկանության Նայրիի բաժին ներկայացած Նոր Գեղիի բնակիչը կամավոր հանձնեց AK-74 տեսակի ինքնաձիգ փամփշտատուփով, որսորդական 3 հրացան, որոնցից մեկը երկփողանի, Դեշեկայի 1 փող, 4 նռնականետ, ինքնաձիգի, ինչպես նաև տարբեր տրամաչափի 212 փամփուշտ։ Տղամարդը հայտնեց, որ այդ ամենը պատկանել է հանգուցյալ հորը։ Հիշեցնենք, որ զենք զինամթերք կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից։ Շարունակում ենք թողարկումը։ Քաղաքները մեծանում են, մեքենաները շատանում եւ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը դառնում է ավելի բարդ խնդիր։ Մեկ բան ակնհայտ է, առանց երթևեկության մասնակիցների կարգապահության անհնար է հասնել անվտանգության եւ այս հարցում լուրջ հետեւություններ պետք է անեն ոչ միայն վարորդները, այլև հետիոտները։ Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունից բխող հետեւություններն ու երթևեկության անվտանգության ուղղությամբ ոստիկանության միջոցառումները տեսանյութում։
Վիճակագրությունը նաև հետևություններ անելու հնարավորություն է, այսպես է հատկապես ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով եւ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական տվյալներում մեծ թիվ են կազմում վրաերթերի դեպքերը։ Ավելին, սրանց մեջ էլ քիչ չեն հետիոտնի սխալի պատճառով տեղի ունեցած պատահարները։ Միայն այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին մայրաքաղաքում եւ մարզերում արձանագրվել է ավելի քան 700 վրաերթ, որոնցից 53-ը մահվան ելքով։ Իդեպ մահվան ելքով վրաերթերը հիմնականում հետիոտնի ոչ թույլատրելի հատվածով անցնելու հետևանք են։ Սա է վիճակագրությունը, որի աղետալի հետևանքների մասին բազմիցս խոսել ենք, հորդորել ու խնդրել մեր քաղաքացիներին որպես հետիոտն լինել առավելագույնս կարգապահ, անվերապահորեն պահպանել երթևեկության կանոնները։ Ցավոք, չնայած քարոզչական միջոցներին վիճակագրությունը շարունակում է մնալ մտահոգիչ։ Վիճակագրությունը կարգավորելու մեկ այլ հնարավորություն էլ տալիս է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը։ Հիշեցնենք, որ հետիոտնի կողմից ճանապարհի երթևեկելի մասը հատելու համար նախատեսված է վարչական պատասխանատվություն, տուգանք նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով։ Նման վարչարարության նպատակը բնականաբար տուգանելը չէ, սա միայն միջոց է վրաերթերը հնարավորինս կանխելու համար, միջոց, որ արդեն սկսել է կիրառվել։ Այս տարվա նույն ժամանակահատվածում հունվար-օգոստոս ամիսներին կարգազանց հետիոտների նկատմամբ վարչարարություն է կիրառվել 11961 անգամ։ Նախկինում այս ցուցանիշին քիչ թե շատ մոտ վիճակագրական տվյալ երբեք չի եղել։ Իդեպ չկա ու չի կարող լինել վիճակագրություն, թե այս վարչարարության արդյունքում քանի հետիոտն է դարձել գիտակից ու կարգապահ եւ խուսափել պատահարից։ Ուզում ենք հավատալ, որ այդ թիվը փոքր չէ։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հավաստիացնում է, որ ակտիվ քարոզչությանը զուգահեռ երթևեկության անվտանգության նպատակով շարունակվելու է նաև ակտիվ վարչարարությունը։ Սիրելի քաղաքացիներ, երթևեկության հարգելի մասնակիցներ, մեկ անգամ եւս խնդրում եւ հորդորում ենք օգտվել միայն գծանշված վերգետնյա եւ ստորգետնյա անցումներից, ճանապարհը հատել միայն թույլատրելի հատվածներով, հետևել լուսացույցի ազդանշաններին։ Անվտանգ երթևեկություն ունենալու այլ միջոց չկա։ Լինենք օրինապահ եւ օրինահարգ, նպաստենք օրենքի եւ օրինականության հաստատմանը մեր կյանքի բոլոր ոլորտներում։ Ի տարբերություն վարորդի, հետիոտն դառնալու համար բնականաբար տարիքային սահմանափակում չկա։ Հետևաբար ճանապարհային երթևեկության կանոններ պետք է ուսուցանել մանկապարտեզից ու դպրոցից։ Ոստիկանությունն աշխատում է նաև այս ուղղությամբ։ Դասը վարում է ոստիկանը, իսկ առարկան կոչվում է օրինապահ հետիոտն։ Աշակերտների առօրյան ավելի անվտանգ դարձնելու, նրանց շրջանում ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով հանրապետության բոլոր դպրոցներում սեպտեմբերի 6-ից 29-ը կանցկացվեն օրինապահ հետիոտն թեմայով հանդիպում զրույցներ։ Միջոցառումների մեկնարկը տրվեց Երևանի թիվ 197 հիմնական դպրոցում։ Աշակերտների հետ ճանապարհային երթևեկության կանոնների եւ հակահասարակական արարքների վտանգների մասին զրույցներ ունեցան Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ոստիկանության, անչափահասների հանցավորության եւ ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Էդգար Պետրոսյանը, ոստիկանության տարածքային ստորաբաժանման եւ բարեկային ծառայության ներկայացուցիչները։ Ոստիկանները այցելում են դպրոցներ եւ երեխաներին ուսուցանում են, սովորեցնում են ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները։ Միջոցառման հիմնական նպատակը նա է, որպեսզի երեխաները ստանան այնպիսի գիտելիքներ, որը կօգնի իրենց ինքնուրույն ապահովել իրենց անվտանգությունը ճանապարհային երթևեկության հետ առնչվելիս։ Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում, ինչը վկայում են երեխաների անվերջ հարցերն ու հետաքրքրությունը ոստիկանի աշխատանքի նկատմամբ։ Այսօր ունեցանք շատ հետաքրքիր եւ օգտակար զրույց, որի ընթացքում մենք ստացանք մեզ ուզող հարցերի պատասխանները, ինչպես նաեւ շատ օգտակար եւ հետաքրքիր տեղեկություն ստացանք անվտանգության կանոնների հետ կապված, ինչպես նաև իմացանք, թե ինչպես ճիշտ անցնել ճանապարհը։ Դպրոցի ուսուցչական կազմը եւս բավական դրական գնահատեց ոստիկանության ասնախաձեռնությունը եւ նման միջոցառումների շարունակականության հույս հայտնեց։ Շատ այսպես ներկայանալի եւ շատ հակիրճ կարողացան աշակերտներին ներկայացնել բոլոր խնդիրների մասին եւ դրանց լուծումների համբերատար կարողացան պատասխանել աշակերտներին հուզող բոլոր հարցերին։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր աշխատակիցներին, որոնք ներկա գտնվեցին եւ վստահ եմ, որ այն բավականին օգտակար է մեր երեխաների համար։ Նման միջոցառումները մեծապես նպաստում են ոստիկան աշակերտ սերտկապին, վաղվա օրինապահ քաղաքացու ձևավորման գործին։ Անցած տարվա արդյունքներն ամփոփելի սավանդույթի համաձայն հատուկ հանձնաժողովը որոշեց նաև տարբեր ծառայությունների գծով լավագույն ծառայողներին։ 2022 թվականի արդյունքներով լավագույն համայնքային ոստիկան է ճանաչվել Հարություն Մանուկյանը։
Համայնքային ոստիկանության լավագույն տեսուչ, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ոստիկանության արագածոտնի մարզային վարչության, աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Հարություն Արտեմի Մանուկյան։ 2011 թվականից եմ ծառայում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, սկզբից նշանակվել եմ Աշտարակի ոստիկանությունում որպես բարեկապահական ծառայության դասակի ոստիկան, այնուհետև 2019 թվականին ընդունվել եմ ոստիկանության կրթահամալիր քոլեջը, ավարտելով նշանակվել եմ ոստիկանության Աշտարակի բաժնում համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի պաշտոնին։ Ոստիկան ինձ մղել է դառնալ այն հանգամանքը, որ մանկուց տեսել եմ այս համազգեստը, մեծացել եմ այս համազգեստի մեջ, քանի որ ծնողներս եղել են ոստիկանության աշխատողներ, տատիկս, պապիկս նույնպես ուժային կառույցների ծառայողներ են եղել, այս պայծրությամբ եղբայրս է նույնպես ոստիկանության ծառայող, այդ հանգամանքից ելնելով որոշել եմ ընտրել ոստիկանի մասնագիտությունը։ Համայնքային ոստիկանությունը առաջի հերթին պետք է լինի համայնքում։ Համայնքային ոստիկանի խնդիրն է լինել իր սպասարկող տարածքում, շփվել բնակչության հետ, արագ արձագանքել բնակիչների կողմից բացարձակ խնդիրներին արագ լուծում տալու համար։ Ստորաբաժանը ղեկավարից երբ որ տեղեկացավ, որ արժանացել են լավագույնի կոչմանը, ճիշտ ասած շատ զարմացա, քանի որ կային լավագույնին արժանի շատ ծառայեկիցներ ընկերներ, շնորհակալ եմ նման բարձր կոչմանը ինձ արժանացնելու համար, որը ինձ ավելի շատ պարտավորեցնել է, ավելի լավ եւ ավելի որակյալ աշխատանք կատարելու համար։ Հարություն Մանուկյանին ճանաչում եմ շուրջ 2 տարի։ Վստահորեն կարող եմ ասել, վերջինս ինչպես իմ, այնպես էլ գործընկերների կողմից բնութագրվում է դրական հատկանիշներով, աչքի ընկնում օրինակելի վարքով, ինչպես նաև մեզ եւ տարածքի բնակիչներին օգնության ձեռք մեկնելու պատրաստակամությամբ։ «2022 թվականի ընթացքում Հարություն Մանուկյանը բարձր կարգապահությամբ կատարել է ղեկավարության կողմից տրված հրաման հրահանգները, ինչպես նաև իր անձնական նախաձեռնությամբ հայտնաբերել է գողության դեպքեր, թմրաշրջանառության դեպքեր, հետախուզվողի հայտնաբերման դեպքեր, ինչպես նաև նախկինում կատարված հանցագործության դեպքեր է բացահայտել, հասարակության շրջանում իր կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում հանձնվել են զենք զինամթերք, Մանուկյանը կարգապահ է, հարգալից, վայելում է ղեկավարության աշխատանքային ընկերների հարգանքը, այդ ամեն ինչը հաշվի առնելով 2022 թվականի ընթացքում մենք որոշեցինք Մանուկյանին ներկայացնել լավագույն համայնքային ոստիկանի կոչմանը եւ ներկայացնելով մեր ոստիկանության ղեկավարությունը տվեց իր արժանավուն գնահատականը։ Մեր հաղորդումն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ, ցտեսություն։ Մենք բարեկային ծառայողներ ենք։ Շուրջօրյա ծառայությամբ պահպանում ենք հասարակական կարգն ու անվտանգությունը մեր երկրում։ Հայտնաբերում ու բացահայտում ենք հանցագործություններ, վարչական իրավախախտումներ, հանուն ապահովության եւ բնականոն կյանքի։ Ապահովում ենք ճանապարհային երթևեկության անվտանգությունը։ Հիշեք, տանը սպասում են ձեզ։ Պաշտպանում ենք մարդու իրավունքները եւ ազատությունները, պահպանում բոլորիս ընտանիքների եւ երեխաների անդորը։ Մենք ուժեղ ենք ու բարի, որովհետև մեր նպատակն է արդարության հաստատումը, մարդկանց անվտանգության ապահովումը։ Մենք բարեկային ծառայություն կոչվող մեծ ընտանիքի անդամներ ենք, որն իր գործառույթներն իրականացնում է նաև հատուկ հոգատարությամբ։ Բարեկային ծառայությունը ուժեղ է նաև կին ծառայողներով։ Եղիր ուժ մեր երկրի համար։ 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 Միասին մեզ։